Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում այսօր զրուցելու ենք պատմաբան Նժդե Հովսեփյանի հետ։ Ողջույն Նժդե, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նժդե, գիտեմ, որ հետևում եք հայ-ադրբեջանական բանակցային process-ին, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները մեծամասամբ ներքաղաքական ինչ-որ երբեմն անհասկանալի թեմաներով են օրակարգեր ստեղծում, կարող ենք խոսել նրա մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատում առաջընթացի մոտ ապագայում հույսեր չկան եւ դա է պատճառը։ Դժբախտաբար մեզանում միշտ կարևորի մասին խոսակցությունը երկրորդական պլան է մղված։ Սա շատ ցավալի երևույթ է, թերևս բնորոշ է բոլոր դեմոկրատական հասարակություններին, առավել եւս այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում, երբ որ մի անհեթեթությունը կարող է դառնալ լուրի ամենակարևոր կտորը, իսկ իրական խոսակցությունը, վերլուծությունը, մտածմունքը երրորդական, չորրորդական հորիզոնականները զբաղեցնել եւ մարդիկ բնականաբար ինքնըստինքյան կենտրոնանում են այդ անկարևորի վրա, որովհետև դա հեշտ է, դա դյուրին է եւ դա շատ հեշտ անցնում է, հա, այսինքն այսօր ամբողջ օրը կխոսենք, կանցնի կգնա, երեկոյան կքնենք ու առավոտյան կմոռանանք դրա մասին, նոր օր, նոր թեմաներ, նոր անկարևորություն։ Տեղի մամուլին հատուկ ինչ-որ նորություններ գրավիչ են նաեւ։ Ցավոք սրտի հիմա երևի թե ինչ շատ ահագին հանգամանքով պայմանավորված է նոր տեխնոլոգիաներով, որ մարդկանց կյանքի ցիկլը այդպեսին է դարձել, ասենք հիմա վերջին շրջանում շատ քիչ մարդ կգտնեք, որ ինչ-որ երկար տեքստ է կարդացել, հա, դե չեմ խոսում գրականության գրքերի, ոչ հանրամատչելի գրականության, ոչ մասնագիտական գրականության, ոչ գեղարվեստականի։ Դրա մասին չեմ անգամ խոսում։ Այսինքն զուտ համացանցային ծայր օրինակ երկար տեքստ։ Դրանով չէ պայմանավորված, որ մեդիաները միջազգային սկսեցին ժամանակ ֆիքսել, թե այդ տեքստը կարդալու համար որքան ժամանակ են։ Հա, որ մարդիկ, բայց հայկական իրականությունում հաճախ դժբախտաբար դա էլ չի փրկում։ Օրինակ արևմտյան մեդիայում շատ հաճախ որ նայում եք, տեսնեք այդ երկար տեքստեր կան, long read ֆորմատները կան եւ դրանք ավելի հետաքրքիր են եւ ավելի տարածված են եւ շատ հաճախ ասեմ ձեզ, այդ տեսակի վերլուծությունները New York Times-ում, Washington Post-ում եւ այլ տեղերում իրենք անգամ վճարովի տարբերակով են դրած, այսինքն մարդիկ պիտի վճարեն, որ դա հասանելիությունն է դրա, եւ դա նաեւ կարեւ դրա արժեքն է, հա, ընդգծում թե ինչքան աշխատանք է դրա վրա ծախսվել, բայց հայկական իրականությունում դες ամբողջ դաշտը շատ հայտնի է երևի, այդ առանձնապես խոսելու բան չկա եւ տենդենսն էլ ոչ կարեւորի եւ ոչ թե իմաստալիցի, այլ հետաքրքրի վրա է ֆիքսված։ Եվ նույնը վերաբերում է թերևս նաև ներքաղաքական եւ արտաքին քաղաքական դիսկուրսներին, օրինակ Հայաստանում, եթե նայենք Ադրբեջանի հետ կապված հարաբերությունները, նույն Թուրքիայի հետ կապված հարաբերությունները, այդ դրանց վերաբերյալ դիսկուրսի առավել կենտրոնացում տեղի ունենում այն ժամանակներում, երբ որ ինչ-որ մի խոշոր իրադարձություն ա լինում, նեգատիվ հիմնականում, հա, դրական չեմ էլ հիշում ինչ-որ այդպիսի բան տեղի ունենա, չհաշված երևի գերիների վերադարձը 24 թվականի դեկտեմբերին էր, թե 23-ի դեկտեմբեր։ Այսինքն այս առումով խոշորապես նեգատիվ իրադարձություն է տեղի ունենում եւ այդ ժամանակ է, որ բոլորի ուշադրությունը ակամայից հրավիրվում այդ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա եւ սկսում են նորովի քննարկել արդեն նոր իրողություններով պայմանավորված հին մտածողությամբ շարունակում են խոսակցությունը։ Գերազանցապես այդպես է տեղի ունենում։ Այսինքն այս առումով, եթե ֆիքսենք այսօրվա դիսկուրսը որտեղ է, այդ դիսկուրսը ադրբեջանականի վրա չի, դժբախտաբար, թեպետ այս հարցը ինձ թվում է, որ պետք է լիներ Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքի, մտավորական անհատների, նաև մարդկանց, ովքեր նույն միջին դասի մարդկանց, հա, ովքեր պետության ողնաշարը պիտի լինեն, այդ դասի հիմնական անհանգստությունը, մտահոգությունը, որովհետև Ադրբեջանը որպես այդպիսին շարունակում է լինել Հայաստանի եւ Հայաստանի պետականության համար հիմնական սպառնալիքը, հա, մարտահրավեր է, այսպես ասենք։ Եվ այդ մարտահրավերի լուծման բանալին հայկական իրականությունը դեռ չի ծնել։ Ցավոք սրտի, մենք չենք կարողանում գտնել մի լուծում, որը կապահովի խաղաղություն Ադրբեջանի հետ եւ Հայաստանի գլխից, այսպես ասած, Դամոկլյան սրի այդ սպառնալիքը, որ կա հանձին հնարավոր պատերազմի, կվերանա։ Դա տեղի չի ունեցել։ Մենք 1, 2, 3 գուցե անգամ պահ բաց ենք թողել մեր պատմության մեջ, այս անկախ հանրապետության շրջանից սկսած եմ ասում, եւ այդ պահը բաց թողնելը մեզ համար շատ թանկ է արժեցել։ Եվ արժեցել է այնքան, որ մենք այսօր եկել ենք եւ նորից խոսում ենք մի հարցի մասին, որի պատասխանը ցավոք սրտի Հայաստանում երևի այդպիսի պետական քաղաքական գործիչ չկա,
որ այսօր կտա ինչպես լուծել Ադրբեջան անունով մարտահրավերի խնդրը։ Հաճախ նույնիսկ այդ մարտահրավերի այժմիականությունը մի տեսակ վիճարկում են որոշ փորձագիտական նաև շրջանակներ, բայց գանք պահը բաց թողնելու այդ ձեր կարևոր դիտարկմանը, որպես կանոն հետահայաց ենք միշտ անդրադառնում դրան, որ պահը բաց է թողնվել, երևի բացառությամբ 97 թվականին, երբ Տեր-Պետրոսյանն ասում էր պահը բաց չթողնենք։ Ժամանակաձևը այդտեղ անցյալին չէր վերաբերում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին էլ եթե անդրադառնանք, ցավալի իրողությունները ֆիքսող փաստաթուղթ, բայց դրանից հետո էլ ցանկացած հաջորդ որևէ հայտարարություն կամ փաստաթուղթ գնահատվում է որպես հերթական կապիտուլյացիա, բայց մի քանի ամիս անց մեկ էլ խոսվում է նրա մասին, թե ինչպես վերադառնանք այդ նախորդ իրողությանը։ Եթե խոսենք ներկայում քիչ թե շատ հայտնի են կետերի մասին, որոնք արտացոլված են լինելու պայմանագրի մեջ, որը որ արդեն համաձայնեցված է։ Ինչպես եք դուք գնահատում այն քննարկումները, որոնք կան հասարակական քաղաքական դաշտում։ Մենք այդ պատմությունից դասեր առնելու, այդպես էլ չառնված դասը առնում ենք սթափ գնահատելու, թե ինչ կետեր կան եւ ինչպես է հնարավոր գնահատել դրանք։ Դե գիտեք, ախր մեզ մոտ այդ բանաձևը, որ պատմությունից պետք է դասեր քաղենք, հա, միշտ գրվել է մեր պատմիչների կողմից, չգիտեմ, ստեղծագործողների կողմից, հանրային հրաշալի խոսք է, հա, կենացային մակարդակով, որ այ պետք է համախմբվենք, պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, երբ որ համախմբվել ենք ինչ-որ մի չափով, դա էլ մեզ բավարար չի եղել այդ համախմբումը, այլ նոր համախմբման հորիզոններ ենք ուզել նվաճել, բայց երբեք չենք էլ ֆիքսել, որ օրինակ համախմբված ենք, այս չափով է մեր կարողությունը համախմբման, ինչ խնդիր կա դրա հետ, կամ որ պատմությունից ենք դասեր։ Ընդհանրապես դա էլ երկրորդ հարցն է, եթե ինչ հարցից ենք վերցնելու, որ պիտի դասը քաղենք եւ ինչ դաս ենք քաղելու։ Օրինակ հիմա նույն երևույթից պատմական կարելի է տարբեր դասեր քաղել։ Օրինակ ժամանակին այդպիսի դիսկուրս կար, չէ՞, որ մենք պետք է մեր հույսը դնենք մեզ վրա, երրորդ ուժի բացառման սկզբունքով, եւ երկրորդ տրամաբանությունը լեներ, որ հույսը պետք է դնենք մեծ կայսրությունների վրա, հա։ Հետո պարզվում է, որ ամեն դեպքում իրավիճակը որոշակիորեն մեջտեղում է, ոչ թե ծայրահեղությունների մեջ, որովհետեւ մենակ քեզ վրա հույս դնելը պիտի հասկանաս դրա պրակտիկ կիրառումն ինչպես է, որովհետեւ դու մենակ չես աշխարհում, տիեզերքում չես գտնվում ինչ-որ մտանոց տարածության մեջ, հա, վակուումի մեջ չես։ Եվ այդ մենակ սեփական ուժերի վրա հույս դնելն էլ ինչ է նշանակում։ Արդյոք այդ նշանակում է, որ պիտի վերմակդ ոտքերիդ հավասար մեկնես, թե նշանակում է, որ մենք պիտի մեր վրա հույս դնենք, այսինքն ուժեղանանք, զորանանք եւ գնանք աշխարհը նվաճենք։ Այսինքն այստեղ նաեւ նարատիվի եւ դրա ֆիքսելու ու դրա մեկնաբանության հարցն էլ կա, ու դրանից ինչ դաս պիտի քաղելու հարցը կա, հա։ Ցավոք սրտի մենք դաս ենք քաղում միայն այն, որ դաս չենք քաղում։ Այս սկզբունքը այդ աշխատում պատմության եւ հասարակության, նաեւ որ ասում հասարակությունը քիչ արդար չի, երևի պետք է ասել պետքաղաքական էլիտայի, որովհետեւ անկեղծ ասած ես նաեւ հաճախ ուզում պնդել, որ այս հարցերի պատասխանները հասարակությունը չի տալու։ Հասարակությունը զբաղված է իր առօրյա կենցաղավարությամբ, իր առօրյայով, իր ապրուստով, մարդիկ այսպիսի հարցերի մասին մտածելու ոչ կարիք ունեն, ոչ անհրաժեշտություն ունեն, ոչ իրենց դա պետք է։ Մարդը քաղաքականանում է հիմնականում կամ ֆորս մաժորների ժամանակ, եւ եթե լավ էլիտա ունի, ինքը ֆորս մաժորի էլ հազվադեպ պիտի բախվի, եւ երկրորդ դեպքում ընտրությունների ժամանակ։ Իսկ ստեղծվում է ընտրական ցիկլը գալիս է, մարդիկ զբաղվում են ընտրություններով, հետաքրքրում են ովքեր են առաջադրվել եւ այլն, գնում են իրենց ընտրությունը կատարում են, այդ հարցերի լուծման, ընկալման եւ լուծման պատասխանատվությունը կախում են պետական քաղաքական էլիտայի վրա, ասում են սիրելիներս, ես ձեզ ուղարկել եմ խորհրդարան, գնացեք եւ լուծեք այս հարցերը։ Մենք կապ չունենք, մեզ պետք չի գալ, հա, մեր հետևից գալ։ Հետևաբար, երբ որ հաճախ ասում են հասարակությունը եւ այլն, վերջերս մոդա է, չէ՞, դարձել ժողովրդին ինչ-որ անհեթեթ պիտակավորումներ են կպցնում, էլի ժեխելս, այսպեսի բաներ, այսինքն բոլոր կողմերից ընդվորում։ Հա, այսինքն ինչ-որ մի հատ սիտուացիա է ստեղծվել, որտեղ ոչ մեկը իր պատասխանատվությունը չի ընդունում եւ գտել է պատասխանատվությունը բարթելու օբյեկտ հանձին ժողովրդի կամ հասարակության։ Հասարակությունն իր գործն արել է, օրինակ 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Ինքը արտահայտել է իր պատկերացումը ապագա Հայաստանի մասին։ Գնացել ընտրել է 3 ֆրակցիայի։ Ու ասել է լուծեք այդ հարցերը ամեն մեկը ձեր պատկերացրածի չափով։ Հիմա հասարակությունն ինչ մեղավոր է։ Ուրիշ հարց որ հասարակությունը ինչ որ այլ տրամաբանության ընտրության առաջեր եւ այլն, դա արդեն հասարակության խնդիրը չի։ Հասարակությունն իր որոշումը կայացրել է։ Եվ այս Ղարաբաղի հարցը կլինի հայ-ադրբեջանականը կլինի արդեն մեծ կոնտեքստով կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները, Թուրքիայի, նահանգների, Եվրոպայի
Կամբոջայի, Մադագասկարի ում այդ ուզում արինել, այս հարցերն արդեն պետական քաղաքական էլիտայի հասարակական գործիչների խնդիրն են, օրինակ պիտի անդրադառնան եւ արձագանքեն սրանց ու բերեն ինչ-որ դեղատոմս, որը լուծում է այդ խնդիրները։ Հետևաբար այս տեսանկյունից, եթե ուզում ենք պատմությունից դասեր քաղել, պիտի հայացք նետենք բանը այդ քաղաքական գործիչներին, պետական հասարակական սեկտորին, ասենք ինչ դասես դու քաղել այդ պատմությունից։ Եվ նույն Ղարաբաղի հարցի հետ կապված, եթե վերադառնանք բերենք առօրյա, ինչ դաս քաղվեց։ Մեծ հաշվով ցավոք սրտի դաս չքաղվեց ընդհանրապես եւ ի վերջո այնքան չքաղվեց, որ մենք Ղարաբաղը կորցրինք։ Իհարկե, յետին թվով կարելի է ասել, որ Ղարաբաղը դե մեզ չի եղել երբեք, միջազգային ճանաչում չի ունեցել եւ այլն, բայց եկեք փաստնել արձանագրենք, որ 30 տարի եւ ավել Հայաստանը իր ազդեցությունը հաստատած էր Ղարաբաղի նկատմամբ եւ դա մեր ռեսուրսներն ու մեր կարողությունները հաշվի առնելով ու տարածաշրջանային իրավիճակն հաշվի առնելով փոքր բան չէր։ Այսինքն այստեղ պետք է հասկանալ նույն զիջման, փոխզիջման հարաբերությունների կարգավորմանը գնալու գինը։ Այս էլ է շատ կարևոր, էլի, այսինքն եթե դաս ենք առնում, պետք է հասկանանք այդ պահի նրբությունները, դու անդադ փորձով կուտակում ես, որպեսզի հասկանաս այդ պահը որն է։ Հա, դուք ասում եք հետին թվով ենք մենք արձանագրում, ճիշտ է։ Լիովին համաձայն եմ, ցավոք սրտի անդադար եղել են իրավիճակներ, որ մենք վերջին արդեն պահ անցել գնացել, ասում ենք այ դա պահներ։ Դե դրա համար իրականում շատ մեծ կարողություններ էլ պետք չի նկատելու համար, որ մենք այնտեղ պահ ունեինք ու դա բաց ենք թողել, այլ ավելի կարևոր է հասկանալ, թե ապագայում ինչ պահ կունենանք եւ այդ պահը կարող ենք օգտագործել, թե չենք կարող օգտագործել։ Երբ հետահայաց նայում ենք Ղարաբաղյան խնդրի ներքաղաքական քննարկումներին, որպես կանոն բևեռացված երկու այսպես մոտեցում կար եւ դրանցից մեկը խոսում էր այն մասին, որ խնդիրն ամենևին էլ Ղարաբաղի հակամարտությունը չի եւ Ադրբեջանի համար պարզապես Հայաստանի Հանրապետության գոյությունը այս տարածաշրջանում ինքնին խնդիր է համարվում եւ մենք պիտի առերեսվենք այն խնդրի հետ, որ հաճախ նույնիսկ ավելի ծայրահեղական մոտեցումներ կան, որ տարածաշրջանում կամ մենք կամ իրենք կարող ենք գոյատևել։ Ես կարծում եմ, որ այդ թեզը քանի գնում, այդքան ավելի ամրանում է մեր ներքաղաքական քննարկումներում։ Համաձայն եք արդյոք սրա հետ, թե ոչ, եւ այս պայմաններում ինչպես եք պատկերացնում առողջ սթափ քննարկումները հերթական պահը բաց չթողնելու։ Այո, իրականում շատ լուրջ խնդիր է դա, համաձայն եմ, ինչ առումով Եթե քաղաքականության եւ նաեւ դրա նկատմամբ ընկալման հիմքում այդ մահ ազատական ազատություն դիխոտոմիան ենք դնելու, բնականաբար այդտեղից կա երկու ելք, կամ մահանում ես կամ ազատություն ես ստանում։ Ցավոք սրտի պատմությունը գրեթե միշտ ցույց է տվել, որ երբ որ այդպիսի երկընտրանքային հարց ես դնում, միշտ դա ավարտվում է մահով, հա։ Ոմանց համար գուցե ազատության, բայց ոչ ողջ հասարակության ու պետության։ Այո, ես անհատների մասին չեմ ասում, թայապես հասարակությանը որպես ամբողջության ու նաեւ դրանից արդեն բխող պետության։ Հետևաբար այս տեսանկյունից, եթե հարցը այդպիսին պիտի լինի, անշուշտ դա կրիտիկական հարցադրում է եւ ինքը դրա մեկնաբանությունն էլ որևէ լուծում կամ ապագա չի ցույց տալու։ Եվ ավելին ասեմ, եթե մենք հիմա պիտի մտածենք, որ Ադրբեջանի հետ տարածաշրջանում խաղաղության տարբերակ գոյություն չունի, առհասարակ ապրիորի, այս դեպքում միակ ճանապարհը ամբողջ Հայաստանը ռազմականացնելն է։ Եթե մենք ուզում ենք այս հողի վրա ապրել, մնալ որպես պետություն, ինքնուրույնություն ունենալ, կամ այս տերիտորիան հանձնել ինչ-որ մի հատ մեծ պետության, խնդրել, որ գան դա դարձնեն իրենց մաս գուբերնիայի կարգավիճակով կամ նահանգի կարգավիճակով կամ մարզի։ Այսինքն ըստ էության այդ երկու լուծումներն էլ քննարկվում են որպես կանոն։ Հա, տեսեք, եթե մենք ֆիքսում ենք, որ մենք կամ մահ կամ ազատություն ունենք, ցավոք սրտի ինչքան էլ վերանանք իրականությունից, եթե Ադրբեջանն էլ մի կողմ դնենք, թուրքերի հետ մրցակցության մեջ մեզ ազատություն չի սպառնում։ Ցավոք սրտի եւ միայն մահն է որպես հետևանք առաջանում այստեղ այսինքն եթե դիխոտոմիան այդպեսին է բայց եթե տնից դուրս պետք է գալ որովհետեւ դա այդպես չի եւ երբեք էլ այդպես չի եղել հա ոչ մեկի համար ավելի շուտ գիտեք հատկավ երբևէ ես չեմ հիշում որ ինչ որ մի հատ հասարակություն առերեսվի մյուսի հետ եւ ուզենա նրան ոչնչացնել կա քաղաքական իրավիճակ եւ այդ քաղաքական իրավիճակը բերում է ինչ որ հետևանքների նույնը վերաբերում է, ասենք, նույն հրյաների ցեղասպանությանը կվերաբերի կամ մեր ցեղասպանությանը կվերաբերի։ Նույն հայոց ցեղասպանությունը ինչ է, Օսմանյան կայսրության քաղաքական ակտ էր, հա, սա։ Այսինքն այնպես չի, որ թուրքերն առավոտյան զարթնում էին, շիթերից նրանց արուն էր կաթում, հա, ատամներից, եւ որոշել էին, որ պետք է հայերեն ցեղասպանել։ Այսինքն դա այդպես չի եղել։ Դա քաղաքական ծրագիր է եղել կոնկրետ իրավիճակում, կոնկրետ հարց լուծելու համար, որովհետեւ նույն Օսմանյան կայսրությունը ինքը քայքայվելու էր եւ նրա տարածքային
ամբողջականությունը սպառնալիքի տակ էր գտնվում եւ նաեւ արևելյան ամբողջ տերիտորիան կորցնելու են եւս մեկ պատերազմ ավարտվեր հաղթական տրամաբանությամբ ոչ իրենց համար եւ համարյա այդպես էլ եղավ այսինքն եւ նրանք գտան ինչ որ լուծում նո ես շատ պրիմիտիվացնում եմ հիմա բայց ուզում եմ ասել խնդիրն այն չի որ նրանք ատում էին հայերին նույնը չի վերաբերում նրան որ օրինակ Ստալինը այդքան մարդ կոտորեց չէ տարավ գուլակներ եւ այլն այդպես չի որ ինքը առավոտը զարթնել էր այդ բոլոր մարդկանց ատում էր այդպես չի նույն բռնապետություններն ինչ որ ստեղծվում են ինչ որ տրամաբանություն ունեն հետեւաբար եթե գանք հայ-ադրբեջանական հակասություններին այնպես չի որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանից հայերին վերացնել կամ հայերը ու Հայաստանն ուզում է ադրբեջանցիներին ու Ադրբեջանը վերացնել կա քաղաքական կոնֆրոնտացիա եւ այդ քաղաքական կոնֆրոնտացիայում կա երկու ճանապարհ մեծ հաշվով կամ գնում են երեք ճանապարհ կամ գնում են հակասությունների կարգավորման ճանապարհով զիջման միջոցով փողզիջման կասեք կամ զիջման այդ արդեն կախված է ուժային բալանսից կամ գնում ենք անդադար արճակատումը շարունակելու եւ անընդհատ պատերազմների փուլերով կամ վերջին հաշվով գնում ենք ստատուս քվոյի ճանապարհով մեծ հաշվով հիմա այս երրորդ ճանապարհը ընտրվել է հայ-ադրբեջանական մորուս վիվենդի համակեցության կանոնների համար հետեւաբար եթե գանք այն ձեր ասած առաջին հարցին եթե բաժանելու ենք որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ Ադրբեջանի հետ խաղաղություն Այդ էլ պիտի բաղդատենք ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև խաղաղություն դեռ չի նշանակում խաղաղության պայմանագիրը բավարար չի դրա համար, օրինակ կանանք երկու կողմերը ստորագրացնել էին խաղաղության պայմանագիր, հիմա դա դեռ չէ նշանակել, որ մենք լիովին խաղաղություն ունենք եւ այլն։ Այսինքն որտեղ խաղաղությունն էլ իր գրադացիաներն ունի։ Գուցե կարևոր, բայց ոչ բավարար պայման է փաստաթուղթը։ Միանշանակ ավելին ասեմ, եթե գանք այս փաստաթղթին, այս փաստաթուղթը մեծ հաշվով ստանդարտ միջազգային տրամաբանությունից բխող երկու երկրների հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, առանց որևիցե էքսցեսների, հա, այնտեղ մեծ հաշվով ոչինչ չկա, որը բնորոշ չի երկու երկրների նորմալ հարաբերություններին։ Այսինքն առանց դու վերադառնալու են կապիտուլյացիա կամ չգիտեմ ինչ տերմիններին, հա, այդ էլ խնդիր է, եթե կապիտուլյացիայից ենք խոսում, դրա տերմինոլոգիայի բացատրման խնդիրն է հարցնել ունենք այսօրվա քաղաքական դաշտում, թե չէ քաղաքականապես կարող ես ինչ-որ մեկին անվանել կապիտուլյանտ, ենթադրենք, բայց պիտի նաև արձանագրես ինչն է կապիտուլացվել։ Եթե նոյեմբերի 9-ի մասին ենք խոսում, այդ փաստաթուղթը ժամանակին անվանվեց կապիտուլյացիա, հետո նույն շրջանակները, որոնք դա անվանում էին կապիտուլյացիա, խոսում էին, որ պետք է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փրկել ամեն գնով, եւ հիմա էլ խոսում են, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթուղթին։ Այսինքն ես չեմ հասկանում, անընդհատ կապիտուլյացիաներ են ու ինչ որ էս մի կապիտուլյացիան լավ է, քան մյուս վերադառնալ կապիտուլյացիան փաստաթղթին։ Տեսեք, ասենք, եթե սա կապիտուլյացիա է, X-ը կապիտուլյացիա է, Y-ը կապիտուլյացիա է, Z-ը կապիտուլյացիա է, հետո ոնց ենք ուզում Z-ի փոխարեն X կապիտուլյացիա, այսինքն նա ավելի լավ կապիտուլյացիա է։ Կապիտուլյացիան կապիտուլյացիա է, դրա ավելի լավ կամ վատ գոյություն չունի։ Այսինքն եթե կապիտուլյացիայի ավելի լավ կամ վատ կա, ուրեմն դա կապիտուլյացիա չի։ Այս տրամաբանությունը այսպես է, էլի փակվում։ Հետևաբար նաև այստեղ հարց կա, հիշում եք 97-98-ի այն տարբերակը որ կար փուլային, այդ մտավորականությունն էլ կինոյի տանը հավաքված, ինչ ասես ասում էին, որ դա դավաճանական փաստաթուղթ է, պարտվողական փաստաթուղթ է եւ այլն։ Իսկն ամեն անգամ կարող են լինել մարդիկ, ովքեր կխոսեն ինչ-որ հարցից անգամ անտեղյակ լինելով այդ փաստաթղթին, ես համոզված եմ, որ նույն 97-ի կինոյի տան մտավորականները կամ գործիչները ընդհանրապես չէին տեսել այդ փուլային փաստաթուղթը եւ դրա տարբերակը։ Ըստ այդ քննարկման ժամանակ փաստաթղթին էլ անգամ վերագրումներ չկային, այլ կոնկրետ նախագահի մասին էին ասում, որ դավաճան մարդը չի կարող։ Դավաճան ծրագիր է։ Այո, այո։ Այսինքն չէին էլ տեսել ինչ ծրագիր է, որ ասում էին դավաճան։ Այսինքն չեն տեսել, բայց վկա են, էլի։ Հիմա նույն այս օրվա փաստաթուղթը ես չեմ կարծում, որ շատերը ովքեր խոսում են տեսել են այս փաստաթուղթը, բայց անունը դնում են ձախողում, չգիտեմ, նվաստացում, ինչ ասես ասում են, այսինքն չեն էլ տեսել։ Բայց ուզում եմ ասել, որ եթե մենք գնահատում ենք ինչ-որ բան, պիտակավորում ենք, պետք է այդ պիտակավորման տակ գոնե ինչ-որ փաստակ լինի կամ գոնե սեփական աչքով տեսած լինի։ 100 անգամ կարող ես տեսել, բայց եթե սեփական աչքով չես տեսել, կներեք դա ոչ մի գրոշի արժեք չունի։ Հետևաբար, եթե մենք գալիս ենք նորից այս դիսկուրսի հարցին, ինչ դիխոտոմիա ունենք, Ադրբեջանի հետ խոսակցությունը, եթե վերանանք առհասարակ, ինքը պետք է բաժանել վերլուծելու համար փուլերի եւ հասկանալ այս փուլում դա հնարավոր է թե չէ, հաջորդ փուլում հնարավոր է թե չէ եւ մյուս փուլում հնարավոր է թե չէ, եւ մեր կարծիքներն ու ակնկալիքները համապատասխանեցնել այդ հնարավորություններին։ Նախորդ տարի օրինակ ես կարծում եմ եւ համոզված եմ, թեպետ հիմա Z-ին թվով եմ ասում, բայց ես այն ժամանակ էլ եմ խոսել այս մասին, եթե չեմ սխալվում, նաեւ հրապարակային եմ մեկ-երկու անգամ ակնարկներ արել, այդ ժամանակ այդ փուլում հնարավոր էր այս խաղաղության պայմանագիրը այս ձևով ստորագրել, որ հիմա կա։ Մինչև կոպը նկատի ունեք։ Այո, սա ասում եմ դա անցած տարվա գարունը միջև, այսինքն մայիս երևի։ Այդ ժամանակ հնարավոր էր։ Դրանից հետո հնարավոր չէր օրինակի համար եւ ինչպես կյանքը ցույց տվեց դա հնարավոր չէր եւ հիմա առավել եւս հնարավոր չի։
Եվ եթե, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին ոչնչացնել, ցեղասպանել, դրա համար հնարավոր չի։ Կա միջազգային քաղաքական իրավիճակ, կա տարածաշրջանային քաղաքական իրավիճակ, նաև կա Ադրբեջանում ռեժիմի առանձնահատկություններ եւ այլն։ Այսինքն, այսպես ասած, համընկնումներ այս դաշտերում դեռևս չկան, որպեսզի ասենք, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Օրինակ, նախորդ տարի դեռ կային, իմ կարծիքով, Ադրբեջանն շահագրգռվածություն ուներ այս փաստաթուղթը ստորագրելու, բայց անցավ ժամանակ եւ Ադրբեջանն իր շահագրգռվածությունը կորցրեց։ Սա օբյեկտիվ իրողություն է եւ այն առումով, որ պետությունները կարող են ինչ-որ մի ցանկություն ունենալ, այդ ցանկության սպասարկման համար հիմա պատրաստ են ռեսուրս ծախսել, 5 ամիս հետո պատրաստ չեն, որովհետեւ ցանկություններն ու պայմանները փոխվել են։ Եթե օրինակի վրա վերցնեք ոչ մեր ուկրաինա-ռուսական հակամարտությունը նայեք, 22 թվականի պատերազմից առաջ, այն ինչ ռուսներն առաջարկում էին ուկրաինացիներին, մեծ հաշվով հրաշալի պայմաններ էին դրա համեմատ, ինչ հիմա ռուսներն առաջարկում են ուկրաինացիներին։ Հասկանում եք, այսինքն այստեղ նույն ռուսներն են, նույն ուկրաինացիներն են, ընդամենը անցել է 3 տարի։ Մի աչք թարթեցիր անցավ, հա, առանձնապես չենք էլ զգացել երևի ես հոթողուբոհի մեջ ոնց անցան այս 3 տարիները։ Բայց փոխվեց իրողությունը, փոխվեց հողի վրա առկա իրավիճակը եւ դրա հետ պայմանավորված նաեւ միջազգային իրավիճակն է փոխվել։ Այս հանգամանքները բերում են դրան, որ պետությունները իրենց դիրքորոշումները մեղմացնում կամ կոշտացնում են։ Եթե 97-98 թվականներին օրինակ Հայաստանը ուզում էր գնալ հակամարտության կարգավորմանը, այդ այն նույն Հայաստանն էր, որը 93-94 թվականներին Ադրբեջանին պարտադրեց հաղթական զինադադար։ Բայց նույն Հայաստանը 3 տարի հետո հասկանում էր կամ գիտակցեց, տեսավ, վերլուծեց, զգաց, որ այս նույն ընթացքը շարունակելով էֆեկտը հակառակ է լինելու։ Այսինքն պատկերացնում եք, որ դա սա ուզում եմ օրինակը բերել այս նույն Հայաստանի։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքականությունը հաճախ բացարձակապես պայմանավորված չէ որևիցե մեկի ցանկություններով։ Այդ թվում երկրի ղեկավարների ցանկություններով։ Դու կարող ես իսկապես ուզենաս խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց հանգամանքները դրա թույլ չտան դա։ Ես չեմ ասում իհարկե որ Ադրբեջանը ցանկանում է, հակառակը այն ձեր ասածը, որ ասում եք հիմա ավելի է բաժանվում այս մահկամ ազատության տրամաբանությունը եւ ավելի է խորանում ու մենք պահը գուցե ապագայում չնկատենք, այստեղ շատ խորը եւ խոշոր ամասշտաբ իմաստով կա նաեւ հիմա Ադրբեջանի մեղքը։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը ըստ էության այսօր իր իսկ ցանկացած խաղաղության պայմանագիրը չի ստորագրում։ Սա իրական նոնսենս է, հա, երևի, որ ինքը ուզում է այդ պայմանագիրը, ինքը վերջնական ուլտիմատում չասենք, բայց ինչ որ առումով ինքը դրել է, որ ես էս եմ ստորագրելու եւ վերջ, դու համաձայնվում ես իր էս եմ ստորագրելու եւ վերջ լոգիկային, ու ինքը շարունակում այլ չստորագրել։ Դասականակացել ժամանակի գործոնը։ Հիմա հաշվի առնելով այդ ժամանակի գործոնը, ստացվում է, որ ձեր նկարագրած այդ 3 սցենարներից ստատուս քվոյի սցենարը այս պահին Ադրբեջանին ավելի ձեռնտու է։ Այդ ստատուս քվոն հնարավոր է դարձել այն պայմաններում, երբ Ռուսաստանը դեռևս զբաղված է ուկրաինական ճակատում եւ այստեղ շատ ռեսուրսներ չի կենտրոնացնում, իսկ Թուրքիան էլ դեռևս բավարար լծակներ չունի ավելի ակտիվ լինելու Հարավային Կովկասում։ Բայց որքան հնարավոր է այս ստատուս քվոն այս պայմաններում ձգել, այսպես ասած, եւ որևէ ուղղության փոփոխությունը Ադրբեջանին հակելու է դեպի ստորագրում, թե հակառակը։ Դե տեսեք, նախորդ ստատուս քվոն 26 տարի տևեց եւ ավելի։ Այսինքն այս առումով, եթե մտածենք, թե ստատուս քվոն ինչքան կտևի, շատ բարդ հարց է եւ մեծ հաշվով մենք զինադադարի փաստաթուղթ ունեինք, հիմա փաստորեն որևէ բան չկա։ Ունենք զինադադարի փաստաթուղթ, ինչի՞ չէ, նոյեմբերի 9-ից ոչ մեկը չի հրաժարվել, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը։ Այլևս դե առնվազն զինադադարի կետը դեռևս գործում է, այսինքն հիմա մենք եթե հրաժարվենք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ ոչ մի փաստաթուղթ չունենք։ Թեպետ միջկառավարական փաստաթուղթ կա սահմանների սահմանազատման վերաբերյալ, այդ ռեգուլյացիան ստորագրվեց ամեն դեպքում, բայց դա իհարկե դա պատերազմը կանգնեցնելու կամ թույլ տալու շանս չունեցող փաստաթուղթ է, դա ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Հետևաբար ստատուս քվոն կարող է տևել 1 տարի, 10 տարի, 30 տարի, 100 տարի, բայց ստատուս քվոն շատ վտանգավոր երևույթ է։ Ինքը հիմնականում դանդաղ թույն է կողմերի համար եւ եթե օրինակ նայենք թե հայ-ադրբեջանական հարաբերությունների արդեն կարգավորման եւ ես որ ասում հարաբերությունների նկատի ունեմ պետությունների մեջ նաեւ հասարակությունների առումով 97-98 թվականներին մենք ավելի լավ վիճակում էինք քան 2020 թվականին
Ինչու, որովհետև այդ 20-30 տարվա ընթացքում հասարակությունները միմյանց նկատմամբ ավելի թունավորվեցին, ավելի ատելությունը խորացավ, նաև նպաստեցին դրանց համար քաղաքականությունը պետությունների, թե նաև հաճախ դա ինքնանպատակ էր իշխանության ամրապնդման համար, ես խոսում եմ երկու տեղերում։ Այո, բայց բացարձակ դրանք կորան, հա։ Եթե օրինակ 97-98-ին հնարավոր էր, որովհետև դեռ 10 տարի չէր անցել, որ մենք մեկ մի ընդհանուր պետության մեջ էինք եւ բաժանվել էինք, հետո արդեն անցել էր 40-30 տարի եւ այդ 30-40 տարում արդեն սերունդն է փոխվում։ Դա խոշոր նշանակություն ունի, էլի, մենակ խոսքի մակարդակում չֆիքսենք դրա կարևորությունը։ Հետևաբար այս ստատուս քվոն Ադրբեջանին ինչքան ձեռ կտա, դա հարցի չգիտեմ որերորդ կողմն է, իրանք պետք է իհարկե մտածեն։ Ինձ ավելի շատ պիտի հետաքրքրում է եւ անհանգստացնում, թե ստատուս քվոն մեզ ինչ պիտի տա։ Եթե նախորդ ստատուս քվոյի պայմաններում մենք հաղթող կողմն էինք եւ մեծ հաշվով մենք այդ հաղթանակը դեռևս մսխելու հնարավորություն ունեինք այդ ստատուս քվոյի պայմաններում, զբաղված լինելով ներքաղաքական խնդիրներով, ընտրություններ կեղծելով, օլիգարխներ բուծելով եւ այլն, այս ստատուս քվոյի պայմաններում, երբ որ մենք պարտված կողմն ենք եւ նոր ստատուս քվո է շարունակվում, որի հանգուցալուծումը գուցե լինի նոր պատերազմը, այստեղ մեր ստարտային պայմաններն ավելի վատն են։ Եվ այս առումով Հայաստանի քաղաքական էլիտան ամբողջովին պիտի մտածի այս հարցի մեջ։ Ստատուս քվոյի մեջ եթե պարտադրված էս, իսկ կարծես թե հանգամանքները ցույց են տալիս, որ մենք այնուամենայնիվ պարտադրված ենք այս ստատուս քվոյի մեջ լինելու, այդ դեպքում պիտի հասկանանք մաքսիմալ ինչ պիտի քամենք այս ստատուս քվոյից պետություն ուժեղացնելու համար, նաև հասարակության առողջացնելու համար։ Եթե մենք պիտի շարունակենք մսխել այդ ստատուս քվոյի տված կալորիաները այնպես, ինչպես մենք մսխեցինք 94 թվականից հետո ստեղծված հաղթական ստատուս քվոն, դա նշանակում է մեզ համար լավ բաներ չեն սպասվելու։ Այս տեսանկյունից Հայաստանի քաղաքական էլիտան հսկայական պատասխանատվություն ունի եւ պատասխաններ պիտի տա ինքն իր համար եւ նաեւ հասարակությանը։ Չես կարող հա ակնկալել, որ ստատուս քվոն երկար ձգվելու է եւ եթե անգամ երկար ձգվի, ինչ որ մի պահի դա փշրվելու է։ Նախորդ ստատուս քվոն փշրվեց։ Ու շատ անակնկալ չէ, օրինակ մեզանում տենց առանձնապես ակնկալիք չկար, որ պատերազմ կլինի։ Նույնիսկ 16-ից շատ բթացած էր զգացողությունը, այո, զգոնությունը բթացել էր նաև 16-ին։ Թեպետ օրինակ 16-ի ազդանշանը պիտի լիներ 20-ի համար, բայց մեր հասարակությունը, ինչպես ասացի, նաև էլիտան, երբ որ ադրբեջանական ուղիղ սպառնալիք չկա, մոռանում են Ադրբեջան մարտահրավերի գոյության մասին։ Հենց որ մի կրակոց է լինում, միանգամից խառնվում ենք իրար, այսինչ եղավ, բայց հենց կրակոցները մարում են, մի 3-4 օր լուրջ չկա այդ կողմերից, բոլորը զբաղված են իրենց ներքին հոշոտման վիճակով, հա, առանձնապես դրա մասին չեն էլ մտածում։ Հետո նորից գալիս է այդ արտաքին մարտահրավերը, սպառնալիքը, եւ նորից կենտրոնանում ենք դրա վրա։ Այս տեսանկյունից մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ շատ այսօր շատ կորցրել ենք եւ նաեւ վերջին տարիներին էլ մենք Ադրբեջանի հետ փորձել ենք խաղաղություն հաստատենք զիջումներ անելով, որոնք եթե ճիշտ պահին արվեին, այլ արդյունք կտային, փոքր այլ արդյունք են տվել, երբ որ արվել են արդեն որոշակորեն ժամանակավրեպ տրամաբանությամբ, եւ մեր խաղաքարտերն էականորեն նվաղել են եւ եթե կարելի ասել չունենք։ Երբ որ Տրամպը անընդհատ Զելենսկուն ասում է դու խաղաքարտ չունես, այս պետքա նաեւ մեզ համար մի քիչ դաս լինի, որ մենք էլ այդ խաղաքարտի խնդիրն ունենք այսօր, որովհետեւ Ադրբեջանը պետություն է, որը ուզում է դառնալ Կովկասում առաջատարը, դա լինելու է ում հաշվին, Հայաստանի եւ Վրաստանի։ Չէ, եթե մեկը դառնում է ինչ-որ միտեղ առաջատար, դա լինում է ուրիշների հաշվին, հատկապես նրանց, ովքեր այդտեղ գոյություն ունեն։ Դե իրենց նպատակների մեջ կա նաև Միջին Ասիայում օրինակ առաջատար դառնալ։ Դե հա, դա երևի, բայց ավելի շատ հեռանկարային եւ հետագայի բան եք ասում, հնարավոր է, ինչու ոչ։ 94 թվականին չեմ հավատում, որ Ադրբեջանը մտածում է, որ իրանք հավաքություն կունենան տարածաշրջանի լիդեր դառնալու, երբ որ իրանք կորցրել էին իրանց տարածքի 20-25%։ Հետո փոխվեց իրավիճակը։ Այդպես էլ քաղաքականության այդ փոփոխության մասին էլի, որ ինչ որ մի բան ստատիկ չի, երբեք չի լինում ստատիկ, ոչ հաղթանակն է ստատիկ, ոչ պայմանավորված։ Չէ, բացարձակապես։ Այս տրամաբանությունը եթե բերենք Ադրբեջանի վրա, հիմա իրենք դիտարկում են, որ կարող են Հայաստանից ավելի բաներ փոկել, ավելի բաներն էլ գիտեք ոնց է, եթե ճիշտ խոսենք, իրենք հիմնարար ամեն ինչ վերցրել է, այսինքն Ղարաբաղի հարցը լուծվել է եւ հիմա քանի որ իրենք որոշակի խնդիրներ ունեն արտաքին ֆրոնտում ռուսների հետ հարաբերություններ եւ այլն, այս տեսանկյունից իրենք շահագրգռված չեն խաղաղության հաստատություն ստորագրելու եւ նաեւ եթե հիմա պայման են դնում սահմանադրության հարցը, այդ սահմանադրության հարցով էլ շատ խնդիրներ ունենք եւ եթե գնանք դրա փոփոխությանը
դա սուվերենիտետի հետ կապված լուրջ խնդրեմ է ստեղծում եւ եթե չենք փոխում, դա էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում ռիսկ է ստեղծում կազուս բելի։ Այսինքն մի քայլ է արել Ադրբեջանը, որը Հայաստանի համար պատասխան առումով ցուցավանգային նշանակություն ունի եւ այս հարցի մասին փոխանակ նստենք խոսենք, հիմա զբաղված ենք գրեթե ամեն ինչով, բացի այս կոնկրետ հարցին հավաքականորեն պատասխանելուց ինչ ենք անելու մենք։ Շնորհակալ եմ շատ նշտես զրույցի համար։ Հուսով եմ, որ մեր զրույցը առիթ կլինի դրթելու, որ վերադառնան լուրջ հարցերի հասարակական քաղաքական քննարկումներում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։